Դրան իրականում շատ բարձ հասարակ իրավիճակ ունենք, մենք ունենք գործեր, որոնց մասնակցում են բավականին բարձրություններ կա, քննարկման ոներ կա, հաստատ քննարկման հարցեր չկան, այդ գործընկերը դասագրքային ձևով ամեն ինչ ներկայացրեց, բայց մի քանի բանի վրա հատուկ ուշադրություն դարձնենք։ Ամենակարևոր փաստը, որ հիմա պետք է ուշադրության դարձնենք, դա մեղադրողի, հանրային մեղադրողի խոսքն է, թե ինքը ոնց է տեսնում, որտեղ մեղադրանքի տեր ինքն է, ոնց է տեսնում, թե ինչի պետք է կալանք շարունակվի, որ դատարաններ լսի կողմերին հասկանա, հիմա մեղադրողի ասածը հիմնավոր է, թե չէ, պաշտպանների ասածը հիմնավոր է, թե չէ։ Ուրեմն մեղադրողի ամենահիմնական փաստարկը եղել է նա, որ բան չի փոխվել մինչև հիմա նախնական կալանքից հետո։ Հիմա այս հարցի մասին պետք է մի փոքր մտածենք, բան փոխվել է, թե չէ։ Եթե վերլուծենք նախորդ միջնորդությունները, առաջի կալանքից սկսած կալանքի երկարացում, ինչա մեջը գրած։ Մեջը գրած է, որ քննությունը գտնվում է սկզբնական փուլում, ունեն բազմաթիվ վարույթային քննչական ապացուցողական գործողությունների կատարման անհրաժեշտություն, չբացահայտված բազմաթիվ հանգամանքներ, այդ ամեն ինչը բացահայտելուն կարող է հանգած խոչընդոտի սրբազան։ Կարող, մտածում են այդպես։ Այդ ժամանակ, երբ որ դատարանը ասում է, դատարանն էլ այդպես է, ասա առաջացան դատարանը, մեջն գրել է դատարանը, այս վերջը երկարացման ժամանակ էլ է գրել։ Գտնում է սկզբնական փուլում, կալանքի երկարացման ժամանակ գտնում որ սկզբնական փուլում է վարույթային բազմաթիվ գործողություններ կա կատարելու եւ այլ։ Պետք է բացահայտել։ Հիմա նույն մեղադրական եզրակացությունը հաստատած մեղադրողը այդ ստորագրությամբ ինքը պաշտոնապես հայտարարել է եւ հաստատել է, որ նախաքննությունը ըստ էության ավարտվեց ինչի, որովհետեւ իրենք ամեն ինչ հնարավոր արել են։ Գործի համար ինչ որ պետք է եղել արել են։ Չեմ կարծում որ մեղադրողը կասի գիտեք ինչ կա, բազմաթիվ գործողություններ կա, որոնք չենք արել, դատարանում պետք է անեն։ Այդ փաստաթղթի ստորագրությունը նշանակում է, որ անհրաժեշտ լրիվ օբյեկտիվ բազմակողմանի քննության համար ինչ պետք է իրենք արել են անհրաժեշտ։ Բայց դա արել են։ Վկաներին ենթակ բոլորին որ պետք է հարցաքննել։ Ձեր ասած սկզբնական փուլով քննության ավարտն է։ Այդ գործողություն չունեք անել։ Իրականում բան չի փոխվել։ Այսինքն որ սկզբից առաջ օրը ձերբակալեցին դարան դատարան ասացին տեսեք հələ նոր ամեն քիլը չգիտեն գործ անեն, դրանից հետո միջի մոտ բան չի փոխվել իրենց մոտ։ Իրենց համար շարունակում են նույն իրավիճակում են։ Իհարկե սա աբսուրդ է, եւ մեր գործընկերներն վստահ են որ դրա մասին հստակ պատկերացնում են, ուղղակի պետք է այս միջնորդությունը անում, մի բան պետք է ասի։ Եթե պետք է ասի, դա է ասելու։ Չի ասելու, չէ՞ որ ինքն է վերացել։ Ում վրա պետք է խոչընդոտի։ Վերացական կարելի է, չէ՞ ասել, sense գործողությունների ինչ ասած բարձր հավանականություն որ խոչընդոտի։ Ինչի՞։ Եկեք հերթով անդրադառնանք։ Իմ գործընկերը շատ հստակ անդրադարձավ, բայց դեռևս այդ ուժողներին թողնենք։ Այն որ տեսանյութեր կա, որոնք որ դատանում պետք է այդ տեսանյութը բոլորը միասին զննենք նայենք։ Դրան ինչով է խոչընդոտում։ Գողանալու է կրիչը, դատարանի ձեռքից վերցնելու, ինչ անելու, որ չկարողանանք դատանում դա հետազոտել։ Ակնհայտ է բան չկա։ Ուժողների մասով Մենակ այն փաստարկը, որ նրանց նկատմամբ պաշտպանության միջոց է կիրառված, դուք պետք է տեսնեք առերեսումներին ինչ շքախմբով են գալիս։ Ոստիկանական այն խումբը, որ իրենց է ուղեկցում, նույնիսկ իրենց գործընկերներին թույլ չեն տալիս մոտենան ուժերներին, ուր մնաց, ասենք սրբազանը հայտնել ազատության մեջ, փորձի ինչ-որ ձեր խոչընդոտի։ Հիմա այս հարցի մասին մեղադրողը ինչ-որ բան ասել է, թե չէ։ Օրինակ ասելու է, որ գիտեք ինչ կա, չնայած որ պաշտպանության միջոցը կիրառված է, բայց մեկը մենք չենք կարողանում պաշտպանել։ Մենք այդ հնարավորությունը պետությունը չունի, չի կարող պաշտպանի, կարող է խոչընդոտումներ լինի եւ այլն։ Իսկ գուցե եղանակը ասեն ոնց պետք է խոչընդոտի։ Եթե տուժողները ասում են իբր թե ինչը պայմանը միշտ նա է որ իբր թե հոգեոր առումով աշտանակարգությամբ որ բարձր է, հետեւաբար դրա ելնելով խոչընդոտի։ Գիտեք, այստեղ իրավիճակից ելնելով գուցե դրա մասն է պետք է ասենք։ Տուժողները չեն կատարում նույնիսկ ամենահայոց կաթոլիկոսի կամ իրավական են փաստաթուղթը, որը որ կա, կամ ասենք այդ հոգևոր աշտանակարգության մեջ այն ցուցումը, որը որ իրավունք ունի հոգևոր առումով, դա չեն կա, հրապարակային հայտարարում են։ Եկեք դա չքննարկենք։ Այսինքն քննարկենք, որ իրենք կարող են ճնշվել, ումից ճնշվեն սրբազանից, ովքեր որ չեն ճնշում, ավելի բարձր գտնվող հոգևոր։ Չէ, այստեղ ավելի շատ դատարանի մոտ հարց առաջացավ, այ կրտիչ եպիսկոպոս Պրոշյանը հանդիսանալով թեմի առաջնորդ, հեղինակավոր հոգևորական է, օրինակ վերջինս ազատության մեջ գտնվելու պայմաններում շարունակելու է պաշտոնավար է, նաև համարվում է տուժողների վերադաս, հաստատեցին տուժողների աշխատում են, չէ,
Հաստատաժան ատա, ոչ։ Ուրեմն ուժողները կարգալուց եղած են եւ իրանք որևիցե կապ չունեն ոչ հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ, ոչ էլ ավագացու թիմի հետ, իրանք որևիցե կապ չունեն։ Իրանք կարգալուց եղած են, իրանք համարում են աշխարհի կանձիկ։ Որևիցե իրավաբանական հոգեվոր կապ չունեն Մկրտիչ Սրբազանի հետ։ Ես ձեր դիրքորոշումը վերջում կլսեմ, այդ ուժողները հերթում։ Շատ Այսինքն դա հանրայդ փաստ է, որ նրանք կարգալուց եղած են։ Կարգալուծն նշանակում է քահանական իրենց կարգից զրկված են։ Չէ, ես փաստացի, պարոն Զորաբյան, փաստացի վերջիններս օրինակ Հովանավանքում աշխատանքի այցելում է, թե չէ։ Պատվաժան դատան, աշխատանքի չի այցելում, ինքը Հովանավանքը զավթել է, դրա հետ կապված չէ, ինքը իմաստեր չենք հավաքվել, որ որոշենք դուք եք հաստատից պարզաբանում դուք վերադասով հասկանալ։ Պատվաժան դատարան, եթե պատկերացեք, հա, դու աշխատանքային հարաբերություն չի, բայց եթե մեկին աշխատանքից ազատել են, իրավաբանական կապ չունի, նա չի ենթարկվում, չէ՞, լսի վերադասի հրամաններին։ Այդ նա չի աշխատում։ Տվյալ դեպքում հոգևոր կարգավիճակից զրկված է, նա այլևս պարտավոր չէ ենթարկվել հոգևոր վերադաս իշխանությանը, ավելին փաստացի չէ ենթարկվում, որտեղ վերադաս իշխանությունը հոգևոր ասել է Հովանավանքը վերադարձրեք եւ ապօրինի ծիսական արարողությունը մի կատարեք, բայց իրենք չեն ենթարկվում, այսինքն եւ փաստացի չեն ենթարկվում, եւ իրավաբանորեն, այսպես ասած, իրենք կարգալուց եղած են, իրենք որևիցե կապ չունեն, ու այդ հանգամանքը, եթե դատարանը նման փաստ ցանկան հաստատա, առնվազն պետք է դրա իրավաբանական հիմքը տեսնի։ Իրենք կարգալուց եղած անձիկ են, իրենք եկեղեցու հետ կապ չունեն։ Դա փաստ է, դա եւ իրավաբանական փաստ է, փաստացի այդպես։ Մենք հասկանում ենք դուք ինչ եք պատերության մեջ իրավական առումով, որտեղ այն ինչ որ տեղի ունեցել իրավական չի, այն ինչ որ զավթել են, ինչ որ հովանավորում են, հետևաբար դուք էլ չեք կարողանում, ապաժան դատան, հիմա ամբրնեք ես ոնց կարող ես լինի, որ իրանք պաշտոնապես կանոնների համաձայն չեն համարվում, այլևս թեմի հոգևորականներ, կարգալուց եղած են, բայց գնացել են ձեր պատկերացման մեջ աշխատում են, ինչ են աշխատում, ում ենթական են, իսկ ասենք, գուցե հարցնենք իրենք ասում են։ Ես ասած ուժողների որոշումը ես կլսեմ։ Հա, չէ, ես հրապարակային ասում եմ, որ հասկանանք, իրենք ում ենթական են ընդհանրապես համարում իրենց։ Եվ ենթակա համարում են արդյոք, եւ Մկրտիչ Սրբազանին թե չեն համարում։ Բայց ավելին ձեզ ասեմ, Մկրտիչ Սրբազանը այս բանը չէր հանդիսանում որպես այդպիսի թեմի առաջնորդային առումով, որ վարչական խորհուրդ կա նշանակված, ովքեր որ նրա լիազորությունները իրականացնում են։ Այսինքն այս բանը ինքը լիազորություններն է, որպես այդպիսին չունի, եթե նույնիսկ գազարության մեջ հայտնվի, այդ լիազորությունները չունի։ Բայց այն մարդիկ, ովքեր որ պետք է վարչական խորհրդին դժողները ենթարկվեն, չեն ենթարկվում։ Այսինքն կարևոր է թե ով է ղեկավարը, եթե ղեկավար դիրքով ելնելով պետք է հեղինակությամբ ասեն, հենա կա վարչական խորհրդի, եւ խորհուրդն է, իսկ խորհրդի անդամներին չեն թողում օգտվելով առիթից ստեղծված իրենց կողքը միջավայրից չեն թողում որպեսզի բնականon հոգևոր ծառայություն իրականացնեն։ Ու մենք պետք է մտածենք, որ իրենք ինչ-որ բանից կաշխատում են եւ ի վերջո պատվաժան դասում են։ Մենք այս տիպի գործերը իրավունք չունենք իրականությունից կտրվել։ Դուք իրավունք չունեք եւ չեք կարող հաշվի չառնել, թե դժողներ այս բանը ինչ վարկագիծ են դրսևորում։ Ես այս բառը չեմ խուսափի ասել, այն հանդուգն վարկագիծը որ իրենք են դրսևորում հրապարակային եւ օրինախախ, որի շուրջ մենք նաեւ իմ գործընկերը նաեւ նշեցին իրավական գնահատականներ չեն կարող չտան, ոչ չտան։ Օրինակ ոչ չտան, մենք ասենք որ դժողները վայ ես ինչ մեղք են, հեսա Մկրտիչ Սրբազանը դուրս կգա խոչընդոտի, բայց չտենակ իրենք ինչ կա։ Կարող է իրենք են հանգարցրան շուտ գործադրելու։ Կա տենց հավանականություն, որ հաշվի առնելով այսօրվա իրենց կողքը դրսևորված իրավիճակը, դրանից ելնելով իրենք փորձեն ճնշում գործադրեն, չեն մտածում դրա մասին։ Բա ոնց մենք հասկանանք, այսինքն դժողի վարկագիծը եւ էությունը չընկալելով, մենք հասկանանք իր վրա ճնշում կլինի, թե չի լինի։ Տեսում եք խոսքն զանգում։ Ի վերջո, եկեք դրան էլ հեսա կանգնանալ։ Դա եկեք պատկերացնենք, որ դատանի մոտ սենց ինչ որ անորոշ, ինչ որ սենց ենթադրություն կառաջանա, որ կարող է հանգած ոչնդոտման հավանականությունը կա։ Իսկ աստիճանը, այսինքն նախաքննության փուլում, ավարտից հետո, առերեսումներից հետո, հիմա դրանք բոլորը տարբեր չեն աստիճանները։ Չնայած որ մեղադրողը ասում է, որ աստիճանը նույնն է, բան չի փոխվել, բայց դրա համար հստակ սահմանադրական դատանի, վճարաբեկ դատանի, եվրոպական դատանի իրավական դիրքորոշումներ կա։ Եկեք մի հատ ընթերցեմ, որ հետո այնպես չլինի, որ ուղղակի ասենց ասեցի ու անցեմ։ Մի հատ այս մասը ընթերցեմ, որ
Տեսեք, Խանզադյան ընդդեմ Հայաստանի գործը եվրոպական դատում որոշման ոչ տրամաբանություն են կարդում, կայանում էր նրանում, որ նախնական փուլում մեղադրյալի նախկինում զբաղեցած պաշտոնը կարող է լինել էական գործում, նախնական փուլում, դրա ազատություն ցավցի սահմանափակման հետ կապված, ավելել ևս, եթե օրինակ բարակը վերաբերում է ծառայական պարտականություններին։ Իսկ երբ առկա է իրական վտանգ, որ հենց այդ պաշտոնից բխող հեղինակությունն է կարող է քննության փուլում օրինակ օգտագործել եւ այլն։ Բայց նշում է, երբ որ արդեն մեղադրյալի կալանքի տակ վայրու հարցը որոշելիս նաև իրական հանգամանք է համարվում, որ պահպանում է խոչընդոտի վտանգը թե ոչ։ Բայց դատան ինչ ասում, ասում է դատարանը եվրոպական դատարանը առանց դժվարությամբ ընկալում է, երբ իշխանությունները քննության սկզբնական փուլում անհրաժեշտ են համարում կասկածյալի պահել բանտում, որպեսզի դժվարացնեն նրա կողմից քննության համար խոչընդոտներ ստեղծելը, հատկապես բարդ քննությունների դեպքում։ Սակայն այդպիսի վտանգը ժամանակի ընթացքում նվազում է այդ կապակցությամբ, որ այն կապակցությամբ քննությունը կատարվել է, ցուցմունքներն արձանագրվել են, ստուգումներն իրականացվել են։ Օրինակ ասած Բեցիև Մունդեր Մոլդովայի գործով։ Այսինքն հստակ է, չէ՞, եթե քննությունը ավարտվեց նախնական, եթե դու վկաներին հարցաքննեցի, չունես հնարավորությունը, որ գիտեք ինչ կա, հələ մարդ պետք է հարցաքննեն, դու բոլոր ստուգումները արել ես, բոլոր գործողությունները արել ես, նվազեց։ Կամ եկը, որ դատարանում կարասի չի նվազել։ Հիմա եթե նվազել է, այդ նվազման աստիճանի համար մենք ոչ մի բան հաշվի չենք անում, մենակ ասենք, որ կարող է որ տենց քրեական գործ չկա, որով գործողություն անելու անհրաժեշտություն կա, մենք չենք կարող ասել ձևականորեն ասենք, որ խոչընդոտման հավանականություն։ Միշտ կարելի է մի բան ասել։ Պարտադիր, դրա տարբերություն չկա։ Մեղադրյալի երկրորդ մեղադրյալներին մի բան ասում է, մեղադրյալը հրաժարված անում ցուցմունք տալուց, ասում է ցուցմունքներով ուղղորդի։ Մի բան կարելի է ասել, բայց մենք պետք է աստիճանը տեսնենք։ Մեղադրյալը այսքան օրենք փոխվեց Հայաստանի Հանրապետությունում, այլընտրանքային խափանման միջոցների հարցը բարձրացվեց, նշվել է, որ միայն ծայրահեղ դեպքում պետք է կալանքը կիրառվի, որ բոլոր հնարավոր տարբերակները պետք է դատանը փորձի անի, միջև կալանքը։ Այ եթե միջոցները հնարավոր չեն կոնկրետ անձի պարագայում, այդ դեպքում միայն կարելի։ Հիմա ասենց անկեղծ ինչ որ մեկ իր մտքում մտածում է, որ լկատի սրբազանի պարագայում ոչ մի այլընտրանքային խափանման միջոց չի կարող կիրառվի, բացառապես կալանք պետք է կիրառվի, պետք է կլինի պատիժ, ոչ թե կալանք, որովհետև չկա դրա անհրաժեշտությունը հիմքը։ Իսկ այն որ եկել էին ասում են, որ քննությունը սկզբնական փուլում է, ոնց որ գործընկերը ասաց, եկան դատանին ասցին սկզբնական փուլում է, դատանը որոշման մեջ գրեց սկզբնական փուլում է քննությունը, դեռևս գործողություններ կանելու, դրա համար են կալանքի երկարացնում, գնացին ավարտ հայտնեցին նախաքննության, գործը ուղարկեցին դատարան։ Հիմա այս մասով ինչ որ մեկը պետք է պատասխան տա։ Օրինակ քննիչը, չգիտեմ իրավասումը պետք է պատասխան տա, գա, ասի ես դատարանին ինչի եմ այդպիսի բան ասել։ Իսկ եթե գործողությունները ավարտեցին, ինչի դու ձեր գործողությունների հետևանքների համար օրինակ մեղադրողը կալանքը չվերացրեց։ Միշտ կարելի է դատարաններին հիմքեր ներկայացնել մի բան ասել, իսկ դատարանները այս դեպքում մենք իմացանք թե ոնց է քննությունը արել։ Բա մի հատ հարցների կոնկրետ այդ ինչ գործողությունը, մի հատ ներկայությունների մեջ մտնել, որ պարզես, թե չէ միայն գրելով ու արձանագրելով, հիմա նույնը այստեղ կարող լինի, ես չգիտեմ դուք ինչ որոշում կայացնեք։ Բայց մենք տեսնելով այսօրվա իրականությունը, միշտ վատն ենք մտածում։ Վատն ենք մտածում, որտեղ տեսնում ենք ուղղորդվածություն։ Բացարձակ ձեր անձի նկատի չունեմ, որ չէ ձեր նախագահության դատարան, որտեղ առաջին անգամ ձեր մասնակցությամբ, չգիտեմ էլ ընդհանրապես ինչ զգամ եւ ինչ պատկերացնում, բայց մենք տեսնում ենք իրականությունը։ Դրա համար մի փոքր առաջ գնալով, ուզում եմ դրա մասին ասեմ, երբ որ հանգարց ու հանգարց որոշեք, որ դուք էլ հաստատեք ոնց որ նախորդ դատարանն արել, պետք է այդ մասը գրեք մեջը, թե ինչով է խոչընդոտելու, որ գործողությանը, կոնկրետ ինչ եղանակով, արդյոք այն աշճանիա բարձրեց վտանգը կամ ընդհանրապես կա, որ այլընտրանքային խափանմիջոցներ չեն կարող կիրառվել, ինչ է գրելու։ Այդ որ իրավաբանը կարա հիմա որին ինչ գրի, ոչ մի բան չի լինի։ Հետևաբար ես գտնում եմ, որ ընդհանրապես խափանմիջոցի հիմք չկա, այդ չեմ ասում այդ սահմանափակումները, օրինակ իամ ասած անորոշ պետք է սահմանափակվի այլանդացած շփումներ, ինչի։ Օրինակ դրա հիմնավորումը օրինակ, որ առաջացան դատարանը Երևան քաղաքի ասել է նման բան։ Շատ բան ասա, քիչ այդեն գործընկերիքը ներկայացնել որոշման հետ կապված իր զարգացումները եղել, փաստարկում ընդհանրապես իջի դառնալ։ Հետևաբար ես խնդրում եմ, որպեսզի միջնորդությունը մեղադրողը մերժվի եւ վերացվի կալանքը որպես խափանմիջոց իրավացի։